Կապան քաղաք Հայաստանի Սյունիքի մարզի համանուն համայնքում հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ 2017 թվականի նոյեմբերից իր մեջ միավորելով տարածաշրջանի գյուղական համայնքները դարձել է Կապան խոշորացված համայնք, գտնվում է երկրի հարավ-արևելքում, Երևանից 320 կիլոմետր հարավ-արևելք, Ողջի գետի ափին, Խուստուկ լեռան հյուսիսային ստորոտին, ծովի մակարդակից 910 մետր բարձրության վրա։ Մշտական բնակչությունը 2015 թվականի դրությամբ կազմում է մոտ 42700 մարդ։ Քաղաքի անունը ծագում է Կապան հասարակականունից, որը նշանակում է կիրճ նեղ անցք երկու լեռների միջև, նաև կիրճի նեղմասում եղած ամուր դուռ։ Կապանն իբրև բնակավայր հայ պատմագրության մեջ հիշատակվում է դեռևս մեր թվարկության 5-րդ դարավերջից և որպես քաղաք 10-րդ դարի վերջերից։ Խորհրդային շրջանում 1938 թվականին ստացել է շրջանային ենթակայության քաղաքի կարգավիճակ, 1963 թվականին հանրապետական ենթակայության եղել է Ղափանի շրջանի շրջկենտրոնը։ Հարավից և հյուսիսից շրջափակված է Մեղրու և Բարգուշատի լեռներով։ Քաղաքի տարածքում Ողջի գետը ընդունում է Վաչագան և Կավարդ վտակները։ Կապան քաղաքը Սյունիքի մարզկենտրոնն է։ Ներկայիս Կապանը գտնվում է պատմական քաղաքից 10 կիլոմետր հարավ-արևելք, Ողջի գետի և նրա Վաչագան, Կավարդ, Գեղանուշ վտակների և Խուստուկ լեռան հարևանությամբ։ Ինչպես ցանկացած տեղանքի, այնպես էլ Կապանի կլիմայի վրա ազդում է ինչպես ընդհանուր կլիմայական, այնպես էլ տեղական գործոններ։ Ընդհանուր գործոններից է նրա աշխարհագրական դիրքը։ Քաղաքը գտնվում է հյուսիսային լայնության 39 աստիճանի վրա, այսինքն մերձարևադարձային կլիմայական գոտու հյուսիսում, որտեղ ամռանը ակտիվանում են հարավից թափանցող արևադարձային տաք և չոր օդային զանգվածները, իսկ ձմռանը հյուսիսից եկող ցուրտ օդը։ Զգալի է նաև Կասպից ծովի ազդեցությունը։ Տեղանքը անհարթ է։ Բարձրությունների տատանումները գերազանցում են 300 մետրը։ Հաճախ, երբ բնակավայրի բարձրադիր մասերում ձմռանը ձյուն է տեղում, ապա ցածրադիր հատվածներում անձրև։ Հարակից լեռնալանջերի թեքությունները, որոնք հասնում են 30-ից 40 աստիճանների, բուսածածկի հետ միասին ևս կլիմայաստեղծ ակտիվ գործոններ են։ Հունվարյան բազմամյա միջին ջերմաստիճանը 0 աստիճան Ցելսիուս է, հուլիսյանը +23-ից 24 աստիճան Ցելսիուս։ Տարեկան միջին բազմամյա ջերմաստիճանը +11 աստիճան Ցելսիուս է։ Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը դիտվել է հունվարին -27 աստիճան Ցելսիուս, իսկ բացարձակ առավելագույնը հուլիսին +39 աստիճան Ցելսիուս։ Տարեկան բացարձակ ջերմաստիճանի լայնույթը 66 աստիճան Ցելսիուս է։ Տեղումների բազմամյա միջին տարեկան քանակը 544 մմ է, նվազագույն տարեկան միջինը 380 մմ է։ Տեղումների ընդհանուր քանակի մոտ 55%-ը գալիս է մարտ-հունիս ամիսներին, իսկ 17%-ը հուլիս-սեպտեմբեր ամիսներին։ Ամենից տեղումնաշատ ամիսը մայիսն է, իսկ ամենից քիչ տեղումներ գալիս են դեկտեմբեր և օգոստոս ամիսներին։ Անսառնամանիք օրերի թիվը տատանվում է նվազագույնը 165-ից մինչև առավելագույնը 240 օրվա։ Ուժգին քամիներ հազվադեպ են լինում։ 15 մվթ և ավելի ուժգնությամբ քամիներ տարվա կտրվածքով կարող են դիտվել ընդամենը 2-ից 3 օր։ Տիրապետող են հարավ-արևելյան և արևելյան ուղղության քամիները 1-ից 3 մվթ միջին արագությամբ։ Կապանի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 5-րդ դարի վերջերին։ Ըստ երևույթին, այդ ժամանակ Կապանը սովորական բնակավայր էր։ 10-րդ դարից սկսած մատենագիրների մոտ Կապանն արդեն հիշատակվում է որպես քաղաք։ Կապանը 10-րդ դարի վերջին դարձել է Սյունիքի թագավորության մայրաքաղաքը։ Կապանն ուներ դիրքային մի շարք առավելություններ։ Նրա արևմտյան կողմում գտնվող Բաղաբերդ և Բաղակու քար բերդերը ապահովում էին քաղաքի անվտանգությունն արևմտյան և հյուսիս-արևմտյան կողմերից։ Քաղաքի հյուսիսային կողմով անցնում է Կապան գետը, որն այդ մասում առաջացրել է խոր կիրճ, խիստ զառիվեր և անտառապատ լանջով, իսկ դիմացը մի քանի 100 մետրի հասնող ժայռ է։
Հարավային կողմով ձգվում էին արևիկի բարձրաբերձ եւ ժայռոտ լեռները, որոնք անմաչելի էին դարձնում քաղաքը հարավային կողմից։ Այս է եղել պատճառը, որ քաղաքը հարավային եւ հյուսիսային կողմերից հարկ չի եղել պարսպապատելու։ Համեմատաբար դյուրին էր քաղաք մտնել արևելյան կողմից, այդ պատճառով էլ քաղաքի այս մասը պարսպապատված է եղել։ Արագ զարգացող Կապանը 9-րդ դարի վերջին եւ 10-րդ դարի սկզբին վերակառուցել եւ պարսպապատել է Ջվանշիր Սիսակյանի որդին Ձագիկ Գ. Իշխանը։ 10-րդ դարի վերջից դարձել է Սյունիքի իշխանանիստը, ապա թագավորության մայրաքաղաքը։ 1103 թվականին սելջուկյան թուրքերը Չորթմանի առաջնորդությամբ համառ կռիվներից հետո թափանցել են քաղաքի պարսպից ներս, սակայն հազարավոր սպանվածներ թողնելով Միջնաբերդի մոտ ավերել են քաղաքը եւ նահանջել։ Հետագայում աստիճանաբար լքվելով բնակիչներից անշուքացել եւ դարձել է ավերակ։ Այնուհետև Կապանը մի քանի դար շարունակում է իր գոյությունը, բայց արդեն իբրև ոչ քաղաք, այլ սովորական բնակավայր։ Կապանի բնակչությունը ըստ երևույթին միատարր չի եղել, նա ուներ հրեաների հատուկ թաղ։ Կապանի մոտ գտնվող Հարիձորի բերդում տեղի են ունեցել ինքնապաշտպանություններ 1720-ական թվականներին Դավիթ բեկի մասնակցությամբ, վերջինիս պատվին քաղաքում դրված է մեծ արձան։ Հնամենի Կապանը 15-րդ դարի սկզբում ավերվել է։ Նրա անունը թուրքական աղավաղմամբ սկսեց արտասանվել Ղափան։ Այդ Ղափան անունն էլ ժառանգեց 19-րդ դարի 50-ական թվականներին այսօրվա քաղաքի տարածքում ձևավորվող նոր բնակավայրը, իսկ Հայաստանի անկախացումից հետո քաղաքը կրկին վերականգնեց իր պատմական Կապան անունը։ Նախկին Կատար բնակավայրի տարածքում կանգուն է Կատարի վանք եկեղեցին։ Հիշարժան կառույցներից են Կատարավանք ամրոցը իր օժանդակ շինություններով, Կկոծ քար ամրոցը, Հարիձորի ամրոցը բազմաթիվ դամբարաններով։ 1723 թվականին Դավիթ բեկի կողմից վերակառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Վահանավանք եկեղեցին ներկայացնում է իրենից մի վանական համալիր, իսկ Սուրբ Գրիգոր եկեղեցին աչքի են կնում բազմաթիվ տապանաքարերով։ Կապանն արդյունաբերական կենտրոն է։ Տարածքը հարուստ է գունավոր մետաղների, պղնձի պաշարներով։ Հատկապես զարգացած է պղնձարդյունաբերությունը։ Ներկայումս շահագործվում է Կապանի պղնձի հանքավայրը։ Բնակչությունը զբաղվում է նաև գյուղատնտեսությամբ։